Այսօր տարածաշրջանում փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ նշանակալի իրադարձություն է տեղի ունենում Ադրբեջանի կողմից Հայաստանի ուղղությամբ բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման արդյունքում Հայաստան է ժամանում Ռուսաստանից մատակարարված հացահատիկը տեղափոխող գնացքը, որն անցել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով և հիմա հատում է Հայաստանի սահմանը։ Մենք հիմա Տավուշի մարզի այրում կայարանում ենք, այստեղ է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Պարոն Պապոյան, ինչ իրավիճակ է փոխվում այսպիսով Հայաստանի տնտեսական միջավայրում։ Նախ արձանագրենք, որ գրեթե 3.5 տասնամյակ այս երթուղով, այսինքն երկաթուղային երթուղով Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռներ չէին տեղափոխվել եւ իհարկե հակառակ ուղղությամբ էլ չեն գնացել եւ այդ առումով այսօր պատմական օր է ռուսական ցակման ծորենը Ադրբեջանի, այնուհետև Վրաստանի տարածքով եկավ Հայաստանի Հանրապետություն, առաջիկա օրերին սպասում ենք նաև Ղազախական ցակման ծորենը, որը այս պահին Ադրբեջանի տարածքում է եւ ըստ էության կարող ենք ասել, որ այս երթուղին արդեն գործարկված է եւ սա շատ կարեւոր էական նշանակություն ունի բնականաբար մեր տնտեսական քաղաքականությունների եւ լոգիստիկ քաղաքականությունների դիվերսիֆիկացիայի տեսանկյունից, բայց նաեւ շատ կարեւոր է արձանագրել, որ սա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղության գործնական արտացոլումն է արդեն հողի վրա եւ տնտեսական առաջին ըստ էության արդյունքներից մեկը եւ բնականաբար մենք հույս ունենք, որ այս process-ը զարգացում կապրի եւ բնականաբար ինչպես խաղաղությանը, այնպես էլ խաղաղությանը ուղեկցող բոլոր տնտեսական նախաձեռնությունների նկատմամբ պետք է շատ զգուշությամբ վերաբերվենք, որպեսզի դրանք բազմապատկվեն, մեծանան, հզորանան եւ դրանով նաեւ բնականաբար մեր պետության դիմակայունությունը ավելացնենք։ Ինչ խմբականակի մասին է խոսքը։ Սա 15 վագոն բեռ է, որը մոտ 1000 տոննա է, եւ սա առաջին ակն է եւ բնականաբար հաջորդ ղազախական խմբականակը, որը կգա, նույնպես այդքան է, էլի 1000 տոննա եւ 15 վագոն։ Շնորհակալ եմ, Պապոյան։